Գյուղատնտեսության ոլորտին 2015 թվականին նախատեսվում է 3 միլիարդ 342 միլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ 11% է կազմել, բույսերի պաշտպանության ծառայություն ՊՈԱԿ-ին աջակցությունը մոտ 9%-ով է աճել, բույսերի պաշտպանության միջոցառման իրականացման ծրագրերի ֆինանսավորումը կրճատվել է 10,8%-ով, պատվաստանյութերի և այլ հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար տրամադրվող գումարը 35%-ով աճել է, գյուղատնտեսության փոխնախարարը հիմնավորում է անասնագլխաքանակի աճն է պատճառը, շուրջ 33%-ով նվազել են խորհրդատվական և տպագրական ծառայությունների և մոնիտորինգի կազմակերպման ուղղվելիք ծախսերը։ Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրերին մոտ 2 միլիարդ դրամ է հատկացվում, 2014-ի համեմատ աճը 19%, Սև ծրագրին ուղղվող գումարները գրեթե կրկնակի 87%-ով են աճելու, փոխարենը ենթաշրջանային ծրագրերն են 25%-ով կրճատվել, 150 նախորդ տարվա 200 միլիոնի դիմաց։ Հադրութի երկու ենթաշրջանում, Մարտունի և Ասկերանի ենթաշրջաններում պարզապես իրենց ներկայացած առաջարկությունների հիման վրա մենք կաշխատենք այդ գումարի մեջ տեղավորվել իրանց ներկայացած առաջարկությունների։ Ասկերանի ենթաշրջանում այս տարի կարծեմ 18 միլիոն էր 14 թվականին հիմնականում գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։ Խորհրդարանի խոսնակն է հետաքրքրվում, որ ենթաշրջաններին կուղղվեն գումարները, խրամորդին հատկացվող գումարները բավարար չի համարում։ Նորություններից մեկը գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունն է։ Ծրագիրը 2014-ից է սկսվել 500 միլիոն դրամ բյուջեով, կշարունակվի 2015-ին, 820 միլիոն դրամ է նախատեսվում հատկացնել Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրենը ի պատասխան Ազգային ժողովի նախագահի հարցադրման մանրամասնում է, ըստ անհրաժեշտության ներգրավում են նաև արտաբյուջետային և բանկային միջոցներ։ 2014-ին օրինակ շուրջ 4,5 միլիարդ դրամի աշխատանքներ են իրականացվել հիմնադրամի խողովակներով։ Քաղաքաշինության նախարարի 2015-ի համար լավ լուրեր շատ չունի։ Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալը կրճատվել է մոտ 3,5 միլիարդ դրամով կամ ավելի քան 10%-ով, դառնալով մոտ 9 միլիարդ 2014-ի 12 միլիարդ 482 միլիոն դրամի դիմաց։ Նախարարը հստակեցնում է, շարունակելու են նախորդ տարիներից փոխանցված ծրագրերը, վճարելու են արդեն ավարտված ծրագրերի համար, իսկ նոր ծրագրեր կսկսեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Կարեն Շահրամանյանը սակայն լավատես է, 2014-ին օրինակ 901 միլիոն դրամ են ստացել պահուստային ֆոնդից, 2015-ին էլ այդ առումով ակնկալիքներ ունեն։ Բացի այդ, ներգրավում են նաև արտաբյուջետային միջոցներ։ Մի շարք ծրագրեր իրականացվելու են Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորմամբ, իսկ Ղարաբաղ տելեկոմն էլ ամեն տարի 480 միլիոն դրամ է հատկացնում առողջապահական ոլորտում շինարարությանը։ Որոշ ծրագրեր կիրականացվեն տարաժամկետ վճարման պայմանով, եթե հաջողվի շինարարների հետ պայմանավորվել, հատկապես սուղ միջոցները պետք է արդար բաշխվեն, կարևորում է Աշոտ Ղուլյանը։ Եթե միջոցները քիչ են, մենք այդ քիչ միջոցները հավասարաչափ ենք համեմատաբար բաժանում, սա դժգոհություն չի կարող առաջացնել։ Արդյոք կրճատումը նաև զբաղվածության խնդիր չի ստեղծի, պատգամավորների մտահոգությունը փարատում է քաղաքաշինության նախարարը, այսօր ավելի շատ հակառակ խնդրին են բախվում։ Կոնկրետ այսօրվա դրությամբ աշխատուժի խնդիր մենք ունենք, այսինքն կան աշխատանքներ, բայց տեղական աշխատուժով հնարավոր չի բավարարել։ Արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ուղղվող ծախսերն են աճել, բնակչության կողմից ծախսվող էլեկտրաէներգիայի գնի մասնակի սուբսիդավորման գումարը գրեթե կրկնակի աճել է, նաև ջրամատակարարման ոլորտին ուղղող սուբսիդավորումն է ավելացել։ Հիմնավորումը մեկն է, որպեսզի բնակչությունը 2015-ին գնի աճ չզգա։ Փաստորեն 2014 թվականի էլեկտրաէներգիայի թանկացումը բերել է նաև ծախսերի կուտակման, որը պետությունը իր վրա է վերցրել փոխհատուցելով բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի որոշ մասը։ Ջրային համակարգի համար նույնպես նախատեսում է փոխհատուցում 500 միլիոն դրամի չափով, որը նույնպես ավելին է 2014 թվականի համեմատությամբ 300 միլիոնով։ Ուղևորափոխադրումների ոլորտում ևս նորություններ են սպասվում, խոսքը նոր փորձնական ծրագրի մասին է։ Առաջին անգամ փորձ արում նախատեսել կանոնավոր ուղևորափոխադրումների ուղևորերթերում ուղետոմսերի արժեքների տարբերության համար փոխհատուցումներ։ Գործադիրն այս ծրագրի համար 10 միլիոն դրամ է նախատեսում, խորհրդարանականներից այլ առաջարկներ չեղան։ Հեռուստահաղորդումների սփռման համար հատկացվող գումարը անփոփոխ է մնացել։ Ոլորտից Արպատ Ավանեսյանը այլ հարց ուներ։ Քաղաք Ճարտարում որոշ թաղամասեր հեռուստաալիքների սփռման ծածկույթից դուրս է մնում։ Նախարարը խոստացավ խնդիրը կուսումնասիրվի։ Կադաստրի պետական կոմիտեի բյուջեն մոտ 386 միլիոն դրամ կկազմի, որը 9 ծրագրային աշխատանքների կողմի։ Պատգամավորները հետաքրքրվում են
է շրջկենտրոններից կոնկրետ մեկի Հադրութի գլխավոր հատակագծի կազմման հեռանկարով։ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը խոստանում է դա արտահերթ կազմակերպել, եթե անհրաժեշտ միջոցները հայթայթվեն, հարցը փակվում է։ Քաղաքավիացիայի վարչության ֆինանսավորման տրամաբանությունը անփոփոխ է մնացել։ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության ֆինանսավորումը 154 միլիոն դրամ է կազմելու 2014-ի 127 միլիոնի դիմաց, հիմնական ծրագրերը անփոփոխ են։ Հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի բյուջեն 148 միլիոն 458 հազար դրամ կկազմի, աճը 41%։ Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցնում է, այդ գումարը ձևավորվելու է կարգավորողների վճարումների հաշվին։ Պետական աջակցության ծրագրերի իրականացման համար 2.5 միլիարդ դրամ է նախատեսվում Արցախի ներդրումային հիմնադրամի համար։ Թիվը հիմնադրամի տնօրենն է ներկայացնում, հարցեր չկան։ Բյուջե 2015-ի հանձնաժողովային քննարկումների փուլը ավարտվեց։ Նորայր Հովսեփյան, Մերժան Մարտիրոսյան, օր